Կապես Մայր Հայաստանը հենց սկզբից էլ արդեն ակտիվ ներգրավեցրեց նախընտրական արշավին, ասեն, որ առաջարկ Հայաստանի ծրագիրը մենք գնահատում ենք լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնն է այս ընտրարշավում, որովհետև ինքը իսկապես իրատեսական է եւ հավասարակշռված եւ շատ առարկայական եւ թվերով ներկայացված ծրագիր է, որը ցույց է տալիս ոչ միայն երկրի զարգացումը, այլ նաեւ մարդկանց կենսամակարդակի շեշտակի բարձրացումը, որովհետեւ վերջին 6-7 տարիների ընթացքում բանկերի եկամուտները 11 անգամ մեծացել են, երկրի էկոնոմիկան 2 անգամ մեծացել է, բայց մարդկանց կենսամակարդակը չի փոխվել, եւ ըստ էության մարդիկ ուզում են իսկապես լուրջ փոփոխություններ, եւ այս փոփոխությունները իսկապես ներկայացնում են այս քաղաքական ուժը, եւ հենց սկզբից արդեն առաջարկ Հայաստան ծրագրի առաջարկից հետո արդեն որոշ ժամանակ անց բոլորի համար տեսանելի դարձավ, որ ինքը իսկապես լուրջ առաջարկ է եւ լուրջ մտահոգեց նաեւ իշխանությանը։ Իշխանությունները չէին սպասում այսպիսի թռիչքային զարգացում վարկանիշի իմաստով, իրանք ունեին այլ թիրախներ, այդ այլ թիրախներով էին զբաղված, բայց երբ որ տեսան իրավիճակը կտրուկ փոխվում է եւ Բարգավաճ Հայաստանը դարձել է արդեն առաջատար ուժերից մեկը, հաստատի ստացվեց այնպես, որ իշխանությունները որոշեցին գնալ կտրուկ եւ ոչ իրավաչափ քայլերի։ Նախ սկսեցին անձնական վիրավորանքներից, հետո անցան սպառնալիքներով, որ իրանք կարող են գնդակահարել նախկին ղեկավարներին, ազդեցիկ գործարաններին, եւ վերջապես այդ ամեն ինչը ավարտվեց մեր քաղաքական ուժի լիդեր Անդրանիկ Թևանյանի շինծու մեղադրանքով եւ կալանավորմամբ, որտեղ որևէ լուրջ մեղադրանք գոյություն չունի, որտեղ նույնիսկ պետական գաղտնիք հասկացողություն դուրս եկավ այս ամեն ինչից, եւ ասեմ ձեզ որպես նորություն, որ մենք պատրաստվում ենք նամակով եւ պահանջներով դիմել միջազգային բոլոր հեղինակավոր իրավապաշտպան կառույցներին, դատապարտելու եւ գնահատական տալու իշխանությունների այս բռնի, այսպես ասած, քայլերին, որովհետեւ ըստ միջազգային ստանդարտների նման տիպի մենք գիտենք, որ Անդրանիկ Թևանյանը Բարգավաճ Հայաստանի երկրորդ համարն էր, իսկ Բարգավաճ Հայաստանը առաջատար քաղաքական ուժերից է եւ իր վարկանիշը թռիչքային օր-օրի ավելի մեծանում է եւ ցանկացած քայլ մեր ուժի նկատմամբ կարող է ազդել նաեւ արդյունքի վրա եւ մենք ուշադրություն ենք դարձրել միջազգային բոլոր կառույցներին, որ այս քայլերը կարող են լրջորեն ազդել ընտրության լեգիտիմության արդյունքի վրա, անկախ նրանից թե ընտրությունը ինչպիսին կլինի։ Ես պնդել եմ մեր քաղաքական ուժը պնդելու է դրան եւ նաեւ պնդել ենք, որ հաստատի այդ նամակի մեջ պետք է լինի նաեւ այն, որ ինքը սպառնում է մարդկանց ունեզրկել սեփականությունից այսպես բանանել։ Մենք գիտենք, որ ժամանակից աշխարհում դեմոկրատական երկրներում մասնավոր սեփականությունը բազային իրավունքներից մեկն է եւ ըստ էության ապօրինի մակարդակի նման քայլերի դիմելը նույնպես անօրինական է։ Եվ ես համաձայն չեմ այն բանում, որ պետք է մենք ընդհանուր առմամբ անտեսենք, իհարկե հանձնական վիրավորանքներ պետք է չլինի, բայց պահանջել, որ միջազգային բոլոր կառույցները գնահատական տալ այս հայտարարությանը, որովհետև ըստ էության սա հարված է եւ ոչ միայն քաղաքական ուժի, ոչ միայն մեր գործընկերոջ, այլ նաեւ դա նման տիպի գործերով փորձ է արվում Հայաստանում հաստատել բռնատիրական ռեժիմ, ստալինյան ռեժիմ, աշխարհը տեսել է 37 թվականին մենք տեսել ենք ինչպես էին մարդկանց գործ տալու բանով տրոյկաներ էին սարքում եւ մեկ օրվա ընթացքում դահում էին որոշումներ տանում էին կամ Սիբիր կամ գնդակահարում էին։ Նույն բանը մենք տեսել ենք այն Հիտլերյան Գերմանիայի ժամանակ, երբ որ Ռեյխստագը էին վառում եւ այդ ամենը գցում էին ընդդիմության վրա եւ դրա հիման վրա նոր գործեր էին սարքում եւ ես այն կարծում եմ մենք թույլ չենք տալու որ նման բան լինի եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ միջազգային հանրությունը տեսնի, որ Հայաստանում այդ փորձը կատարվում է եւ այս անձնավորությունը շատ նման է իր գործելավոճով Ադոլֆ Հիտլերի գործունեությանը, իր դեմքով, իր բնավորությամբ, իր քայլերով, իր բառապաշարով, իր մտածողությամբ, իր հոգեխառնվածքով ինքը ոչինչով չի տարբերվում եւ ես նաեւ կոչ եմ անում, որ միջազգային հանրությունը անցյալ դարի 38 թվականին երբ Մյունխենում իրանք խրախուսեցին Հիտլերին, որպեսի մտածելով որ դա որպես այսպես ասած շանս կունի, որ նա գնա դեպի խորհրդանություն, իմաստարին խրախուսում են այդ մարդուն, որպեսի ոչինչ հասնելով
այս տարածաշրջանում խաղաղությունն հայ-ռուսական հարաբերությունների կազմաքանդանացությունքում նրանք ոչ թե մոտեցնում են, այլ հեռացնում են խաղաղությունը եւ լուրջ վտանգում են Հայաստանի անվտանգությունն ու խաղաղությունը։ Եվ այս իմաստով ես նույնիսկ անում ես կոչ եմ անում բոլորին միանալ նաեւ այս մեր կոչին, որ իսկապես դա ոչ թե վիրավորանք է, դա ոչ թե բան է, դա պարզապես գնահատականի պահանջ է, մենք այդ բանը հիմնելու ենք բոլոր դեսպանատներին, բոլոր միջազգային կառույցներին եւ ի վերջո նախին ոչ ռայց կազմակերպության նախին ղեկավար Քենեթ Ռոթի այն հայտարարությունը, որ այս քայլերը այսօրվա Հայաստանի ղեկավարի վարկաբեկում է դեմոկրատիայի եւ Եվրոպայի գաղափարը, ես միանշանակ կողմ եմ դրա եւ ես համոզված եմ, որ իսկապես մենք պետք է ամեն ինչ անենք, որ երկրում իսկապես մենք կարողանանք պահպանել այն ստանդարտները, որ մենք ունենք, ավելի խորացնել դեմոկրատական արժեքները, ուժեղացնել, հաստատել երաշխավորված խաղաղություն եւ դրա հիման վրա իսկապես երկիրը զարգացնել եւ իսկապես մարդկանց կենսամակարդակը բարձրացնել ավելի նոր մակարդակի։